Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի զարգացումները հասել են մի կետի, որտեղ բոլոր դիմակները վերջնականապես պատռվում են և յուրաքանչյուր հերոս ցույց է տալիս իր իրական դեմքը։ Այսօրվա սերիան լի է բացահայտումներով, հիասթափություններով և կյանքի ու մահվան եզրին կանգնած մարդկանց վախերով։ Սկսենք ամենամեծ և սպասված բացահայտումից։ Լպրծուն Բաբկենը, ով երկար ժամանակ փորձում էր բոլորին համոզել, թե իբր փոխվել է և ցանկանում է վերականգնել հարաբերությունները զավակների հետ, վերջապես բացեց իր բոլոր խաղաքարտերը։ Եվ ամենակարևորն այն է, որ դա տեղի ունեցավ իր մոր աչքի առաջ։ Երբ տատիկը փորձելով ստուգել նրան կամ պարզապես անկեղծանալով ասաց, որ ցանկանում է իրենց բնակարանը ձևակերպել Նորոյի անունով, Բաբկենի ագահությունը հաղթեց զգոնությանը։ Նա միանգամից դեմ արտահայտվեց այդ մտքին, ասելով, որ դա շատ սխալ քայլ է և առաջարկեց տունը ձևակերպել հենց իր անունով։ Այս մեկ նախադասությունը բավական էր, որպեսզի տատիկի աչքերը վերջնականապես բացվեին։ Նա միանգամից հասկացավ, թե իրականում ինչումն է գործը և ինչու է իր որդին վերադարձել Հայաստան։ Տատիկը այլևս դադարում է լինել Բաբկենի բանակում, ինչը շատ մեծ հարված է նրա ծրագրերին։ Սակայն Բաբկենը չի հանձնվում և անցնում է պահեստային պլանին։ Նա գնում է դպրոց Ալինայի հետևից, որպեսզի իր թունավոր մտքերով ազդի այս անմեղ երեխայի հոգեբանության վրա և նրան քաշի իր կողմը։ Իսկ այս ընթացքում Նորոյի տանը շարունակվում են անհեթեթ ու վտանգավոր խոսակցությունները։ Հասմիկն ու Էլիզը կրկին զրուցում են, և Հասմիկի հիվանդագին երևակայությունը հասնում է նոր գագաթնակետի։ Իմանալով, որ Մագդան տեղյակ չէ իր Նորոյի տանն ապրելու փաստից, Հասմիկը որոշում է օգտագործել դա։ Նա առաջարկում է Մագդային ստել, թե իբր ինքն ու Նորոն ոչ միայն նույն տանն են ապրում, այլև ինքը հղի է նրանից։ Սա այնքան ստոր և ցածր քայլ է, որ նույնիսկ Էլիզի նյարդերն են տեղի տալիս։ Էլիզը հունից դուրս է գալիս և շատ սթափ ու կոշտ պատասխանում է Հասմիկին։ Նա բացատրում է, որ նման ստից հետո Նորոյի համար ուղղակի հիանալի առիթ կստեղծվի և նա Հասմիկին դուրս կշպրտի տանից։ Փոխանակ հասկանալու իր ծրագրի անհեթեթությունը, Հասմիկը դեռ մի բան էլ նեղանում է Էլիզից։ Մինչ տանը հյուսվում են այս էժանագին ինտրիգները, դրսում իրավիճակը դառնում է ճակատագրական։ Նորոն ոչինչ չկասկածելով գնում է Արշակի տուն Մագդային տեսնելու, սակայն աղջիկը տանը չէ։ Եվ ճակատագրի հեգնանքով հենց այդ պահին Արշակի տան մոտ է հայտնվում նաև Լանան։ Նա եկել է Արշակին զգուշացնելու այն մեծ վտանգի մասին, որ Կարենը վատ բան է պատրաստվում անել Մագդայի հետ, բայց իրավիճակն այնքան է խճճվել, որ Արշակն էլ իր հերթին տանը չէ։ Նա արդեն գնացել է Կարենին փնտրելու։ Բոլորը փնտրում են միմյանց, բայց ժամանակն աշխատում է նրանց դեմ։ Ոչ ոք չգիտի, թե որտեղ է Մագդան։ Իսկ Մագդան գտնվում է իսկական դժոխքում։ Կարենը նրան առևանգել է և տարել մի ամայի լքված վայր։ Այս հրեշը հոգեբանական դաժան խաղ է խաղում աղջկա հետ։ Նա նայում է Մագդայի աչքերին և ասում, որ կյանքն այլևս իր ձեռքերում չէ։ Կարենը հայտարարում է, որ Մագդան կապրի թե կմեռնի, կախված է բացառապես Լանայից։ Եթե Լանան բերի պահանջվող գումարը, Մագդան ողջ կմնա, իսկ եթե ոչ, Կարենը կսպանի նրան։ Մագդան հայտնվել է կատարյալ շոկի մեջ։ Նա ոչ միայն իմացավ, որ Լանան իր մայրն է, այլև հիմա իր սեփական կյանքը դարձել է առևտրի առարկա այդ նույն մոր և մի հանցագործի միջև։ Սիրելի հեռուստադիտողներ, սերիալի լարվածությունը հասել է աներևակայելի աստիճանի։ Ինչ եք կարծում, կհասցնեն արդյոք Նորոն կամ Արշակը գտնել Մագդային, մինչև Կարենը կիրագործի իր սպառնալիքը։ Եվ ինչպես կվարվի Լանան, կկարողանա արդյոք փրկել իր աղջկան, թե կրկին կընտրի փախուստի ճանապարհը։ Անպայման գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Ձեր վերլուծությունները մեզ համար շատ կարևոր են։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին և հետևել մեր հաջորդ տեսանյութերին, քանի որ հանգուցալուծումը շատ մոտ է։ Շնորհակալություն դիտելու համար։